Ողջույն, ինչպես երեք խոստացել է, այսօր անդրադառնալու է մի քիչ ավելի հանգամանալի երեք իշխանական քարոզչամեքենայի հատուկ պատվերով ազգային անվտանգության ծառայության իբր գաղտնազերծմանը, թե գաղտնազերծվել է ամենահայոց կաթողիկոս Գարեգին II-ի եղբայր Եզրատ Սրբազանի 86 թվականին այն ժամանակվա պետական անվտանգության կոմիտեի ԿԳԲ-ի կողմից հավաքագրվելու փաստին եւ իբր ներկայացվել էր այսպիսի տեղեկանք, որը վկայում է, այսպես ասեմ, Եզրատ Սրբազանի հավաքագրման փաստին։ Շատ արագ համացանցում հայտնվեցին նաև նմանատիպ հավաքագրման այլ օրինակներ խորհրդային այլ հանրապետությունից։ Ամենատարածվածներից մեկը Լատվիան է, որտեղ հրապարակվել են հազարավոր նման տեղեկանքներ։ Եվ միանգամից աչքի զարնեց մի կարևոր փաստ։ Լատվիան, որ ավելի ազգայնական էր, բոլոր տեղեկանքները ռուսերեն են։ Շատերը միանգամից ասացին, լավ, այդ ժամանակ խորհրդային միությունում, բոլոր ուժային կառույցներում, հատկապես նույնիսկ զինվորական գրքույկներում գրագրությունը ռուսերեն էր արվում։ Ինչպես է, որ իբր Հայաստանի Բաքվում հայերեն է արվում։ Բայց համացանցը ամեն ինչի մասին խոսում է։ Համացանցում կա այսպիսի հսկայական մի փաստաթուղթ։ Գործակալների հավաքագրման հետ կապված 83 թվականին ԿԳԲ-ի նախագահ էր այդ ժամանակ կոչում Չեբրիկովի հրամանագիրը։ Մանրամասնություններով եւ կան հսկայական փաստաթղթեր։ Այս փաստաթղթերը այն բլանքներն են, որով պետք է այդ հավաքագրումը տեղի ունենա։ Բոլոր այս բլանքները պետք է գրված լինեին ռուսերեն, մանուշակագույն թանակով, շատ պարզ ձեռագրով եւ անուն ազգանուն հայրանունները մեծատառով։ Ու հատկանշական էր, որ այդ հրամանագրում կա մի հավելված, որով կազմվել են հավաքագրման բոլոր այս թերթիկները։ Գրեթե ամբողջությամբ նույնն է։ Եվ թերևս Հայաստանի ԱԱԾ-ում կատարելով Նիկոլ Փաշինյանի շեֆի հրամանը արագ նման մի իբր կամպրոմատ գտնել Եզրատ Սրբազանի դեմ շատ են շտապել։ Դրա համար ամեն ինչ խառնել են իրար, որովհետև Լատվիայում օրինակ այս բլանկում եւ Չեբրիկովի հրամանագրով հաստատված օրինակում տարբերություն չկա։ Կա հայկականի հետ տարբերություն, անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, Կեղծիքում գրված է միայն տարեթիվը, այնինչ Չեբրիկովի հրամանագրով հաստատվել է ծննդյան թիվ, օր, ամիս։ Բնակության վայր չեն իմացել երևի Եզրատ Սրբազանի բնակության վայրը, դրա համար ձևակերպել են հանդիպաբնակարանի հասցեն չի նշվում։ Ու այստեղ գալիս է եւս մի հերթական կեղծիք։ Ռուսական պաշտոնապես ԿԳԲ-ի տարբերակում գրված է պարտ, կետ, պարտիննես, կուսակցականությունը, որտեղ այդ ժամանակ խորհրդային միությունում կար մեկ կուսակցություն, կոմկուս, եւ պետք է նշվել կոմկուսի անդամ է թե ոչ, բայց քանի որ դեմոկրատական, այսպես կոչեմ, Հայաստանում են ԱԱԾ պաշտոնյաներ մտածել են, որ կուսակցությունը նշել, կարող է մեկ ուրիշ կուսակցության անդամ լինի։ Այստեղ եւս մեկ շտապողականության հետևանքով խայտարակություն։ Գրված է ազգությունը, բնականաբար բոլորը ենթադրում եք, ազգությունից հետո գրվում է քաղաքացիություն, ինչպես հրամանագրում է եղել 83 թվին, բայց քանի որ շտապել են գրել են ազգությունը, կրթությունը, հետո հիշել են, որ քաղաքացիությունն էլ պետք է գրված լինի։ Ամենավերջում այստեղ գրված է վարչությունը, բաժին, բաժանմունք։ Վարչություն, բաժին, բաժանմունք, բոլոր այս օրինակներում, բայց քանի որ Հայաստանում ԱԱԾ-ի, այսպես ասած, կեղծարարները շատ են շտապել, ուղեղներին զոր չեն տվել, որ վարչությունը որ մի գերատեսչությանն է, ինչպես օրինակ լատվացիները գրել են Լատվիայի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ԿԳԲ-ի երկրորդ բաժնի 4-րդ բաժանմունք։ Իսկ այստեղ ուղղակի ձեռքի հետ գրել են վարչություն, գրել են ՊԱԿ 5-րդ բաժին եւ վերջ։ Իդեպ հաստատված կանոնակարգով այս թուղթը 0 է։ Եթե դրան չկան այլ հավելվածներ, թե ինչ ընթացք է ունեցել, ինչպես բոլոր այս արխիվային փաստաթղթերում, բայց քանի որ շեֆի ասածը շտապել են անել, իսկ անգրագիտությունը թերևս շատ ավելի տարածված է ազգային անվտանգության ծառայությունում, այսպիսի մուկ են ծնել։ Գիտեք, որպես ազգային անվտանգության մարմինների վերահսկող խորհրդարանական հանձնաժողովի անդամ, եւս մեկ մտահոգություն։ Երեկվա այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգը, որովհետև պատկերացրեք, այսօրվա
օրենքների համաձայն, սահմանադրության համաձայն վերջերս օրենքի փոփոխությամբ ազգային անվտանգության ծառայությունում հակահետախուզության գործառույթ ամբողջացնելու արդյունքում մեր ազգային անվտանգության մարմինները որոշեն որևէ Հայաստանի քաղաքացու հավաքագրեն որպես գործակալ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության օրենքով ու որ մեկը կհամարձակվի նման քայլի մտածելով որ լավ ինչպես կարելի է ազգային անվտանգության մի ամբողջ ծառայություն նման ծիծաղելի վիճակի մեջ դնել, ինչ թե Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը զբաղեց տեղը որոշել է ամեն ինչով հարձակվել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Ու Աստված մի արած է, նման խելագարություն ապագայում այլ վարչապետերի ԱԱԾ ղեկավարների դեպքում լինի։ Իսկ ինչպիսի գահավիժում է ապրել ազգային անվտանգության ծառայությունը, մեկ օրինակ ևս։ Օրերս հարցում է ուղարկել ազգային անվտանգության ծառայություն, թե ինչ օրենքի կետի հիման վրա է խմբագրվում ԱԱԾ օպերատիվ աշխատողների կողմից հայ առաքելական Սուրբ եկեղեցու Սուրբ եւ անմահ պատարագը, որը հաստատել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, ասելով որ քահանաների հետ ԱԱԾ պաշտոնյաները հանդիպել են։ Ինձ պատասխանել են շատ կարճ։ Ապահովելով անձի հասարակության եւ պետության անվտանգությունը։ Պատկերացնում եք, պատարագ են խմբագրում այս ձևակերպման հիման վրա։ Այդ ձևակերպումը բոլորիդ կարող են նստեցնել բան ու քրեական գործեր հավաքել։ Վերջում, այսօր դեկտեմբերի 20-ն է, ավանդաբար տասնամյակներով եւ խորհրդային միությունից հետո էլ անկախ Հայաստանի պայմաններում ազգային անվտանգության ծառայողներ այսօր նշում են իրենց մասնագիտական օրը։ Միայն մի քանի 2-3 տարի առաջ արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքի ընդունումից հետո այն տեղափոխել են հունվար, բայց ավանդույթ է դեկտեմբերի 20-ը։ Ազգային անվտանգության ծառայությունը 3 իր կեղծիքով ուղղակի խաչ քաշել այդ ամբողջ համակարգի վրա, բազմաթիվ փորձառու մասնագետների վրա, մասնագիտական ծառայության վրա եւ ծննդյան տոնը նշելու փոխարեն կարելի ասել գերեզմանակար դրել ազգային անվտանգության ծառայության վրա։ Լավ մնաց։